Եկել եմ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, ժողովուրդ ջան, որ Երևանի քաղաքապետարանին հանձնեմ իրանց իսկ կոռուպցիան կայանում է նրանում, որ Երևանի քաղաքապետարանը իմ տանիքի վրա, որը ես իմ սեփական միջոցներով եմ կառուցել, իմ տանիքի վրա գումարներ են դուրս գրել եւ հիմա իրանց շինանյութը, որոնք իրանք դուրս են գրել, նորից եմ կրկնում, իմ ֆինանսական միջոցներով կառուցած տանիքի վրա վերել եմ իրանց կոռուպցիան հանձնեմ Երևանի քաղաքապետարանի, որ կոռուպցիան այսպես է լինում եւ բոլորս էլ հասկանում ենք, բոլորս էլ շատ լավ գիտենք ու գիտակցում ենք, որ սա միակ եւ եզակի դեպքը չէ, այսինքն բոլորն գիտենք, որ Երևանի քաղաքապետարանը նման կերպ որ տանիքները չեն նորոգում, բնակիչներին նորոգել են տալի, որ իրանք նորոգած տանիքների վրա շինանյութներ դուրս գրեն եւ փող թալանեն եւ հիմա ակնհայտ տվյալ դեպքով ես ապացուցեցի հեսա Սա Երևանի քաղաքապետարանի ճակերտավոր ասած կազմած ցուցակն է, որ իբրև թե ես Արտուր Չախոյանս հայտ էի ներկայացրել շինանյութի տանիքը նորոգելու համար, ինչը որ բնավ նման բան չի ելել, այսինքն սուտ, կեղծիք փաստաթուղթ են կազմել իմ անունով, որ փող եւ շինանյութ դուրս գրան եւ հիմա ես այսինքն հիմա չէ, շաբաթ օրը գնացել եմ այդ կոռուպցիան ստացել եմ, առհասարակ միտում չեմ ունեցել որևիցե բան գողանալու, այլ այս գողությունը իրանց վեկալել եմ, որ բերեմ հանձնեմ իրանց, ցույց դնեմ հանրությանը, որ հետո չմանիպուլացնեն, չասեն սենց չի, այնպես չի, այսպես էր, այնպես էր, այսինքն որ անհերքելի լինի, որ հետո չասեն մենք չենք տրամադրի իրան որևիցե բան, եւ այլն, վրիպակա տեղի ունեցել, ոչ ժողովուրդ ջան, իրանց Այսինքն քաղաքապետարանը ձեր անունով շինանյութ է դուրս գրել։ Այո, եւ հիմա բերել եմ իրանց Ինչպես եք տեղեկացել դրա մասին։ Հեսա, տեղեկացել եմ Երևանի քաղաքապետարանից իմացել եմ, գնացել եմ, բերել եմ եւ հիմա ժողովուրդ ջան, տեսա իրանց ցուցակը, որ իմ անունն են գրել, որ բնավ իմ տանիքը նորոգած է եւ շինանյութ են դուրս գրում։ Եվ ասեմ, պատկերացնում եք բոլոր վարչական շրջաններում քանի sense միլիոնավոր դրամներ կարող են դուրս գրել եւ հիմա այս շինանյութը ես նվիրատվում եմ Երևանի քաղաքապետարանին եմ վերադարձնում, ինչ ասեմ, թող կարան տանեն, ծախեն, ինչ ուզում են անեն։ Այսինքն եթե ես ի սկզբանե թալանելու, գողանալու միտում ունենամ, այս շինանյութը կարամ առելի թանկներով տանեմ, ծախեմ եւ ինձ ոչի բան չի լինի, բայց էսի երևանցիների գումարն է, որը քաղաքապետարանը թալանում է։ Այսինքն ստացվում է, ներողություն, այսինքն ստացվում է, որ նաև այլ մարդկանց անուններով հնարավոր է դուրս գրել։ Իհարկե, միանշանակ, թե բազմաթիվ ցուցակ կա, անուններ կա եւ ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը, այսինքն ֆեյք ցուցակներով փողեր են դուրս գրում։ Ակնհայտ անհերքելի է։ Ես ամեն ինչը տեսաձայնագրել եմ, թե ոնց եմ գնում Երևանի քաղաքապետարանից շինանյութը վեկալում, չեն կարող ասեն Չախոյանը առել է, գողացել է, հենց իրանցից են վեկալել եւ պաշտոնյաները տեղյակ են, այսինքն իրանք գողությունով են զբաղված, ակնհայտ է։ Եվ հիմա ինձ կներեք, հիմա շինանյութը տամ վերադարձնեմ Երևանի քաղաքապետարանին եւ այսքանով ավարտեմ, ժողովուրդն էլ թող իրենց հետեւությունները ինքները անեն, թե ոնց են պետական միջոցները բյուջեն երևանցիներից թալանում են։